Ֆրնյուզի եթերում լուրերից դուրս քննարկումն է սկսվում, գիտեք արդեն, որ Երևանում է իմ գործընկեր միջազգայնագետ Արման Ավագյանը, այսօր մենք քննարկենք խոսույթը, որ տիրում է այսօր այս նախընտրական շրջանում քաղաքական դաշտում, իհարկե նաև քննարկենք քաղաքական ուժերից մեկի նախընտրական ծրագիրը կամ ծրագրի կարևորագույն կետերը։ Բարև Արման ջան։ Ողջույն Գագիկ ջան։ Դե ինչ, անոնսը ես արեցի, ինչի մասին պիտի խոսեինք, արի սկսենք խոսույթից, որտև ես հիշում եմ, որ 2-3 օր առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, վարչապետը, իրեն հարց տվեցին հենց այդ խոսույթի մասին, ինքը ասեց, որ որոշ դեպքերում տրվում է հույզերի պատասխանելով այդ ձևով, բայց ինքն էլ մտահոգա այդ խոսույթի հետ կապված ու մտածում է ինչ կարելի անել, բայց ոնց որ ասում են շաբաթը ուրբաթից շուտ եկավ ու Ռոբերտ Քոչարյանը նորից, այսպես ասած, թեժացրեց այդ ֆոնը, հա, այդ խոսույթի ֆոնը, ճիշտ է թե սխալ չգիտեմ բառը օգտագործել է, բայց ամեն դեպքում, հա, հնչեց համբալ բառը, հա, նախ սկսենք նրանից, որ շատերը նեղվում են, նեղսրտվում են զուտ ստուգաբանությունից, համբալը դա բեռնակիրն է կամ սևագործ բանվորն է, բայց որը իր մեջ կոնոտացիա ունի, հա։ Հա, իհարկե ունի, իհարկե, նայած թե ոնց ես օգտագործում։ Հիմա ասենք ժամանակին այդ համբալները աշխատել են հիմնականում նավահանգիստներում, ինքը պարսկական բառ է, եթե ես չեմ սխալվում։ Բայց արյութես ինքը երևի թե մատնաշել է ծանր աշխատանք անող մարդիկ, այլ ոչ թե հայհոյանք կամ Դե ոնց որ այսօր ասում են արդեն նաև օգտագործում է քաղաքական խոսույթում բոմժը, չէ՞։ Հա։ Бомжи ինչ է, այսինքն без определенного места жительства, ֆրանսերեն SDF կա, նույն բանը, sans domicile fixe։ Այսինքն Միացյալ Նահանգներում հոմլեսներ, չէ՞, եթե չեմ սխալվում։ Հա, ինքը իր մեջ ավելի շատ սոցիալական գնահատականի տար ունի, հա, որտեղ այդ մարդը անտուն է, անօթևան է, բայց երբ որ իրեն օգտագործում ես որոշակի գունավորումով, հա, ինքը արդեն ստացվում է վիրավորական, հա։ Այստեղ ես կարծում եմ, թե այդ կարծրանալը, որտեղ խոսույթը սկսում է կարծրանալ, հա, նմանատիպ իրավիճակներում, փորձենք վերլուծել, ինչքանով դա հնարավոր է, որտեղ դեռ թեժ է, դեռ նոր է, հա, այս բառացիորեն երեկվա խոսույթն է, ինչքանով է դա նախ ազդել է մի կողմից եւ մյուս կողմից էլ ինչքանով է այդ քայլը ինչից ելնելով է, ինչից է դրթված, արդյոք դա արված չէ միտումնավոր, որպիսի նույն ձևով ձայներ հավաքելու պահով, որովհետեւ եթե փորձենք նայել այսօրվա դաշտում ինչ տեղի է ունենում, համենայն դեպս նույն այդ մարդու կողմից ով արտասանել է այդ խոսույթը, դեռ չենք տեսնում ժողովրդական զանգվածների խանդավառ հավաքներ, հա, մեծ քանակի եւ բնականon տենց մի բան էլ ասեմ, Արման ջան, կներես, ինչ ասես չեն հնչեցրել մինչև ընտրությունները, նույն Նիկոլ Փաշինյանի հասցեին, էլ հողատու Դավաճան, թրքամ եսիմին, սե, թրքամոլ եսիմին, թրքամոլ, հա, թրքասեր, ինչ ասես ասել են, հա, այսինքն եթե ստավկեն, իրենք սիրում են ռուսերեն բառերը, եթե ստավկեն այնա, որ դրանով ձայներ կհավաքի կամ ուշադրություն կգեներացնի, չեմ կարծում, որովհետև դրա շարունակությունը եղավ տասնապատիկ պատասխաններ, այս անգամ արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից, Ալեն Սիմոնյանի կողմից, այո, որը ասեց մի բացեք Պանդորայի արկղը, եւ ըստ էության բացվեց, հա, որովհետեւ ի հակադրումը դրա արդեն հակառակ կողմը կարող է մեջբերել արդեն շատ ավելի քան ազդեցիկ քան համբալը, հա, ավելի հնչեղ իրավիճակներ
հետ են գնում դեպի մարտի 1, հոկտեմբերի 27, եղան արդեն նշումներ եւ անցյալը ոնց որ հետ եկավ եւ արդյոք արժեր այդ է հարցը քաղաքականորեն խոսելիս ինչ օգուտ քաղեց այն էլ մի մարդ, որը փորձում է, չէ, հանրությանը ներկայանալ որպես պատկառելի ոին, հետո նախագահ, ու այդ նախագահ արտաբերում է նմանատիպ խոսույթ։ Եվ բնականon քաղաքական տեսակետից ես արի թե երևի թե համաձայնենք, որ 1-0 եղավ, հա, 0 դեռ ուզեցավ գոլ խփել, բայց փաստորեն դեռ այդ գոլը չխփվեց, այլ հակառակը։ Կամ էլ, չգիտեմ, 1-3, որտեղ երապատիկ պատասխանը եկավ, այո։ Հա, լավ, ինչ պետք է լինի դրա շարունակությունը, այսինքն իր կողմնակիցները պետքա, իր կողմնակիցները տարին 12 ամիս նստած են եղել ազգային ժողովում, չէ՞։ Այո։ Հնարավորություն են ունեցել էլ քննադատել, էլ նշավակել, ինչ ասես ան։ Հա, ներկայության երբ որ ներկա են եղել, այսինքն դա ինչ որ էֆեկտ կամ ինչ որ արդյունք չեմ կարծում թե տվելա կամ կարողա տա։ Ընդ որում սա բան չի, թե գիտես իշխանությունը ուժեղ է, իշխանության խոսքը բանը, խնդիրը դա չի։ Խնդիրը իր արդյունավետությունը, իր էֆեկտը, այսինքն բոլորը ունեն իրենց օգնականներ, PR-ից հասկացող խմբեր, որոնք պետքա որ չէ, իրանց հուշեն, որ այս սենց խոսալը կամ այս խոսույթով ներկայանալը օգուտ է այսինչ բանում։ Հիմա հարց, այստեղ ի՞նչն է օգուտ։ Եթե դուք այդ բառով փորձում եք նսեմացնել, ասենք, դիմացինին, երևի թե կարծրացնել, հա, այդ խոսույթով։ Բայց այստեղ մի բան կա, Արման ջան, ներողություն։ Ուղղակի միտքս ավարտեմ։ Եթե փորձում է նսեմացնել դիմացինին, այսինքն իրեն սենց ուզում եմ մեղմ ասել, իջացնել, չգիտեմ, հասարակ ժողովրդի մակարդակին, բան եւ այլն, այդ նույն հասարակ ժողովուրդը հենց Փաշինյանին ընդունում է վերաբերմունք արտահայտում իր պարզության հասարակ զրույցի բռնվելու ունակության շնորհիվ նաև, չէ՞։ Այսինքն մարդամոտության, կոմունիկացիայի տրվող, կոմունիկաբելնի, այսպես ասած, լավ, ուրեմն այս պարագայում դուք դրանից օգուտ դժվար թե կարողանաք քաղել։ Դե ասելիքս նա էր երևի թե, հա, ես դա վարկասներից մեկը, որ արդյոք ասելով նմանատիպ բառակապակցություն, հետո դեղ կզել, բան, էլ ավելի տգեղ արտահայտություն վերստիս, որովհետև երբ որ խոսում ես կզելուց, չմոռանանք, որ այդ կզելուց դու էլ վատ չես եղել էլի Պուտինի առաջ, որովհետև պետք է մի քիչ հարցերի նայել նաև, որ ասում է, իսկ դու ինչպիսին էիր եւս, եւ այդ պարագայում դու եթե արդյոք դու ուզում ես ուղղակի այն մարդկանց, որոնք որոշակի ցասում ունեն Նիկոլ Փաշինյանի հանդեպ, այն պարագայում, որոնք որոշակի մարդիկ համարում են, որ իրականում ունենք մենք, չգիտեմ, այնտեղ 100,000 քառակուսի կիլոմետր տարածք, հայտնվեցին 29,000 քառակուսի կիլոմետր տարածքում եւ մեղադրականները ուղղվում են մի ուղղությամբ, որ այլ ոչ թե համապարփակ ձևով են հարցին նայում եւ գալիս նրան, որ վերջի վերջո վարչական այդ տարածքը այն հյուսիսամետ ուժերը, որ այդպես աչք են փակում, մոռանում են միշտ, որ 21 թվականին 1921 թվականին դեռ Ստալինը տվել, հանձնել, վերջացրել էր եւ այսօր ընդամենը մենք խոսում ենք դրա, չգիտեմ, հետևանքների եւ ինքնավարության, ինչ որ մի հնարավորություններ կար, ինքնավարության, ազգերի ինքնորոշման շրջանակներում, այդ նույն ՄԱԿ-ի եւ այլն, բայց այդ ամեն ինչը էլի ոչ հայկական բառ ասեմ, փոզմիշ արվեց 30 տարվա տխուր իհարկե իրադարձությունների, որովհետեւ ամենակարևորը կյանքերը տվեցին, կյանքեր գնացին եւ ինչեւ է ուզեմ ասեմ, արդյոք հենց այդ խոսույթները արված չեն, որպեսզի մոբիլիզացնել այդ զանգվածները եւ այդ դեպքում ինչքանով է դա պրոդուկտիվ, որովհետեւ այս դեպքում մյուս զանգվածները մոբիլիզացան, որոնք հիշեցրեցին
Մարտի 1 հոկտեմբերի 27 եւ հենց այլն էդ է, եւ այսպես շարունակ այդ բանը գույք պարտքի դիմաց, չէ, որովհետեւ սա է հետաքրքիր է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է իմանան, որ վերջի վերջո մի բան պատվող, այսպես ռուսերեն բառով գցելով դաշտի ու դաշտ, պետք է իմանան, որ դա կարող է պինգ-պոնգի երևույթ կամ բումերանգի երևույթ ավելի շուտ գալ։ Իրենք մտածում են, որ ասենք գտել են թույլ կետը, հա, այսինքն համարում են Փաշինյանին թույլ, այո, որովհետև Փաշինյանը ըստ իրենց խոսույթի պարտվել է, չէ՞, ուժեղ ու թույլի խոսույթը։ Հա, հենց այդ է, այստեղ ստացվեց, այ արդյոք այստեղ Փաշինյանը թույլ է, որ իր մոտ օրինակ ստացվում է լինելով վարչապետ, գնալ կանգնել ցանկացած բակում այսօր եւ ցանկացած բակում մարդիկ գան եւ ասեն, այ ես լսում եի օրինակ գետառից հոտ է գալիս։ Տեսեք ինչ կոնկրետ խնդիրներ կա։ Ինքն էլ նստելով այդ հոտը առնում, ասում է ճիշտ են ասում, մարդիկ հոտ են գալիս, չէ՞։ Արդյոք դա թուլության նշան է, թոդատ են ընտրողները։ Արդյոք դա թուլության նշան է, երբ որ այն ղեկավարը, որ մի քանի օր առաջ մի գերտերության հետ է շփվում, գերտերության ղեկավարի հետ է շփվում, ինչ մի 40-ից ավել գերտերության ղեկավարի հետ է շփվում, կամ մի դրանից առաջ գնացել էր Թրամփի մոտ Սպիտակ տուն եւ այդ օվալաձև սենյակում էր եւ այսօր հայտնվել է հասարակ քաղաքացու ընտրողի առջեւ եւ մեկ առ մեկ, ձեռք առ ձեռք, չէ՞, արդյոք դա ուժ է, թե արդյոք դա թուլություն է եւ արդյոք ուժ է հավաքվել փակ ինչ որ միջավայրում եւ այսպեսի արտահայտություններ գցել դաշտ։ Հետաքրքիր բան ասեցիր, գիտես, մի տեսակ մրցապայքար է դեմոկրատական արժեքների եւ ինչ որ ավանդական ազգային, նո սոուսով համեմված։ Հա, չէ, նաեւ ավանդական այն իմաստով, որ ահանից մնացած ավանդական հանդիպումների մեխանիզմը, հա, այսինքն ոնց էր արվում այդ ավանդական հանդիպումները նախորդ տարիներին, մեկը խոսում էր, մնացածը հլու հնազանդ խոսում, դահլիճներում հավաքվում էին համապատասխան մարդիկ, համապատասխան ծափեր, այ համապատասխանել է տակիր խոսիթ այն իջայլից։ Այսօր դա չի կարողանալու աշխատել, չի կարողանալու տեղ ունենալ, որովհետև այս մարդիկ կոնկրետ գնահատելու հնարավորություն ունեն, այս մարդիկ ասելով միջին վիճակագրական ընտրողը։ Հիմա ինչ բագաժով է գնում ԿՊ-ն այս ընտրություններին, ինչ բագաժով է գնում ուժեղ Հայաստանը եւ նաեւ Հայաստան դաշինքը, հետո է մյուսների մասին մեր հաջորդ հաղորդումներին կխոսենք։ Հիմա ԿՊ-ն ասում է, ես կառուցել եմ այսքան 1000 կիլոմետր առաջնակարգ, բարձրակարգ ճանապարհ, ես կառուցել եմ այսքան, վերանորոգել եմ, կառուցել եմ այսքան 100 դպրոց, կառուցել եմ ու կառուցելու եմ, ասենք, այսքան 100, էլի թվերը չեմ ասում, որ չասեն մի կողմի գոֆն են հանում, էլի։ Այո, մենք մենակ ընդհանուր թեմատիկայի մեջ առանց կոնկրետ թվեր նշելու։ Այսքան 100 բայց դրանք կոնկրետ, դրանք կարելի է չափել։ Հա, կարելի է բացել, 7-8 կպեկ կարելի է ասել, դրանք մտնել եւ ասենք կարդալ։ Քանի դպրոցները բացված, դրանք արդյունքներ են, ռեալական են, նաեւ վիդեոյով կան, հա, տեսանյութերով էլ կան։ Մանկապարտեզները չունեն։ Հա, մանկապարտեզները, աշխատատեղերը, հա, որ Հայաստանում բացվել է, այսքան աշխատատեղ լավ ընդունում եմ, բոլորը չի որ բացվել է, այլ ասենք սև դաշտից եկել են օրինական հարկային դաշտ, կապ չունի։ Եթե այդ աշխատատեղը արդեն թափանցիկ է, ուրեմն ինքը հարկվում է, պետ բյուջե գումարը դրանից նա երևացող է այլևս։ Հա, երևացող է։ Ինչա առաջարկում, ասենք, դիցուկ նույն ուժեղ Հայաստանը։ Այո, խնդրեմ անդրադառնանք եւ փորձենք հասկանալ։ Համեմատական տանենք, այնտեղ 400 քանի թե 200 քանի հազար աշխատատեղ ռեալ, որի մասին հայտարարվել է, էլի թվերը չեմ, դիտավորյալ թվերը ման չեմ անում, բայց 300,000 կարծեմ թե, հա, աշխատատեղեր։ Իրենք որ պիտի բացեն։ Okay, հա, իրենց։ Իրենք պիտի բացեն։ Անտեղ մի քանի 100,000 աշխատատեղ արդեն օֆիցիալ կա,
որ գումարվել է նախկինում հայտնի աշխատատեղերի թվին եւ դարձել է այսքան, այստեղ ասենք իրենք ասում են 300,000 աշխատատեղ պիտի բացենք, հա, շատ լավ գաղափար է, բայց ականջահաճո ամենայն դեպս։ ականջահաճո, իհարկե։ Նախ այստեղ մի հատ տնտեսագիտորեն էլ պետքա հիմնավորել։ Հայաստանում Երևի թերևս ի հակադրումն արված գործի, որը ԿՊ-ն այս պարագայում հեշտությամբ կարող է ցուցադրել եւ տեսնել, արդյոք դրա թվայնացումը, թվային հաշվարկը կներկայացվի թե ոչ, թե մենք օթերևութաբանական հասկացությունների մեջ։ Այստեղ նաեւ հարց, 300,000 գործազուրկ կա Հայաստանում։ Արդեն սկսենք։ Եվ արդյոք այդ գործազուրկների քանակը ուղիղ համեմատական է ստեղծվող աշխատանքի, այսինքն առաջարկն ու պահանջարկը արդյոք այստեղ համընկնում են։ Այսինքն մենք շուկայում կարողանում ենք այդ գործազուրկների ասենք 50,000 մարդ կա, որոնք առավելագույնը կարող են անել սևագործ բանվորություն։ Օրինակ, ամենահեշտ։ Հա, մասնագիտություն չունեն, կրթություն չունեն այդ մարդիկ, առավելագույնը, որ կարող են անել, ասենք սևագործ բանվորություն։ Օրինակ վերապատրաստման գործընթացը ինչպես է արվում, այսինքն դա ահռելի թիվ է։ Դու ստեղծում ես 50,000 սևագործ բանվորի աշխատատեղ, հա? Ստեղծում ես 100,000 հողագործի աշխատատեղ, ստեղծում ես, բայց արդյոք այդ աշխատատեղերը, որոնք դու ստեղծում ես, համալրվելու են։ Հենց էդ է, ես էդ եմ ասում, այսինքն Հայաստանի գործազուրկ այդ զանգվածի մեջ կա արդյոք, ասենք 100,000 մարդ, ովքեր կարող են անել կարուձև, որտեղ իրենք խոսում են նաև տեքստիլի մասին։ Չտես օրինակ Հայաստանում կա տեքստիլ արտադրություն, որը որ վատ որակ չունի, անունը չեմ կարողանում հիշել։ Պոտենցիալապես, հա, պոտենցիալապես ունենք այդ հնարավորությունները, չնայած որ ես ինչքանով հասկացա դու ժամանակին նաև այդ գործով ես կարող եմ ասել, որ նու տեսել եմ Կիրովականում կա որոշակի հնարավորություններ, Երևանից ոչ հեռու ևս կան, հա, Կիրովական ինձ հնից մնացած, Վանաձոր այլևս, եւ տեսնում եմ, որ համալրվում են հնդիկ աշխատողներով, ասել կուզի դրանք մեծ գործարանը, ֆաբրիկան, հիմնական հնդիկներ են աշխատում, հնդիկների հետ կապված, հնդիկներ, այ հարց, ինչու են հնդիկներ աշխատում, որովհետև թերևս չկան հայ աշխատողներ։ Հա, ես Ալեքս տեքստիլներ հիշեցի, հա, օրինակ, այո, որը կարող են ունի այդ պոտենցիալ հնարավորությունները, բայց արդյոք մի աշխատատեղ, որը հիմա հələ համալրվում է հնդիկներով, վաղը ավելացնելով արդյոք մենք չենք այսպիսով օգնում Հնդկաստանի շուկան զարգացնել, հա, հնդկական շուկան աշխատողներ, այլ ոչ թե հայկական։ Ուրեմն պետք է լինեն մի 100,000 եւս լրացուցիչ հնդիկներ այս պարագայում, հա։ Արդյոք այս դեպքում այս ծրագիրը ներառում է իր մեջ աշխատատեղեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ գնալու է քվեարկում է, որպեսզի հնդիկ աշխատողներ կարողանան շատ բերել եւ այդ ոք։ Չէ, դե պետք է հարցերը նաեւ կոչել իրենց անունները։ Եթե ոչ, ապա ինչ ստատիստիկայի վրա է հիմնված դա։ Այդ 300,000 բառը գցել դաշտ, ինչի վրա է հիմնված։ Ինչ եւ դրա հաշվարկը, տնտեսական հաշվարկը, ինչպես ահռելի թիվ է։ 300,000 աշխատատեղ 5 տարում, հա, ես հասկացա, այդպես չի որ մի անգամից բնականաբար, բայց դա իր մեջ ներառում է ահռելի նաև ներդրումային ֆոնդ։ Այ օրինակ ԿՊ-ից գիտենք, որ Nvidia կա, չէ, ինչ որ Միացյալ Նահանգներից կան պոտենցիալ ներդրումներ, որովհետև այս պարագայում, եթե AI-ի եւ IT ոլորտներում ԿՊ-ն չի անցնում, մենք հասկացանք, չէ, եւս որ դե այստեղ եթե ուրիշ ուժեր են, որոնք ավելի շատ միտված են դեպի ռուսական շուկան, արդյոք ինչ են առաջարկում այս դեպքում իրենք։ Սենց մի բան, ասենք Nvidia-ն դա կոնկրետ Միացյալ Նահանգներում էր 3 Tim Cook-ի Apple-ի եւ մոռացա երրորդ կարևորին, մի խոսքով ամենակարևոր բնագավառներն են Apple-ներ եւ Elon Musk-ի, այո։ Elon Musk-ը, Tim Cook-ը եւ Nvidia-ի ղեկավարն են Չինաստանում Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի զարգացնեն չինական շուկան։ Հետ գանք մեր շուկան, ուրեմն օքեյ։
եթե գիտենք, որ պոտենցիալապես 10-ից 15 միլիարդի ինվեստիցիաներ են գալու, ներդրումներ են գալու Միացյալ Նահանգներից, որոնք արդեն տնտեսապես թողենք թող տնտեսագետներն ասեն, դա ինչպես ենք վերածում աշխատատեղերի քանակի եւ որակյալ նաեւ աշխատատեղի, որովհետեւ մենք երիտասարդություն ունենք եւս, որ մտնելու է շուկա, այդ 5 տարիները որ գալիս են, արդյոք մենք մտնող շուկայում երիտասարդությանը մղում ենք դեպի սևագործ աշխատանքի, ինչու՞։ Մեր երիտասարդությունը այսօր ուսում է անում, որպեսզի լավ աշխատանք անի, այդ դեպքում որակյալ աշխատատեղեր, այ մի հարց, 300,000 աշխատատեղ, խնդրեմ բաժանեք, որակյալը այսքան, այսքան, այս բնագավառումը, որտեվ այդ թիվը մտցնել է շատ լավ է, բայց մյուս կողմից մենք ունենք կոնկրետ ձեռնարկություն, որը $500 միլիոն ինվեստիցիա արդեն հաստատել է։ Խնդրեմ, թող մյուս կողմը մեզ նշի թվային, անուններով, մարդկանցով, ձեռնարկություններով, չէ՞։ Ովքեր են դրանք, թե դա կհնչի մերկապարանոց արտահայտություն։ Իդեպ էդ էլ ասեմ, որ մեր տաղավարը հնարավորություն ունի հյուրընկալել նաև ցանկացած այդ ուժի ներկայացուցիչ, կարող են գալ, կարող են անել այդ հիմնավորումները։ Ինչ խոսք, եւ մենք կլսենք եւ կարձանագրենք եւ թողենք հերոստատիտողի դատին, ինչպես ասում են։ Այսինքն այդ հնարավորությունն էլ կա, բայց ինչ որ վերաբերվում է ամերիկյան, եվրոպական ներդրումների, որոնք այսօր գերակշռող են Հայաստանում, տես շուկայում նրանք են գերակշռող։ Մի բան ասեմ, Արման ջան, չի թաքցնում, օրինակ նույն ուժեղ Հայաստանը, դա իրենց դիրքորոշումն է, մենք հարգում ենք այդ դիրքորոշումը, որ իրանց համար գերակա ուղղություն, ռուսական շուկան։ Հա, ռուսականն է։ Իհարկե ասում են Եվրոպան, Ամերիկան էլ ոնց որ ասած տեղ ունեն, բայց գլխավոր ուղղությունը հաշվի առնելով, որ այսօր Հայաստանի բյուջեում շատ է ռուսական հատ տնտեսության ներկայ 40% այդպիսի թիվ է շրջանառվում շրջանառությունը Ռուսաստանի հետ է, ինչ խոս դա մեզ համար շատ կարևոր է։ Հա, կարևոր է, բան չեմ բայց որ բնակավարներ Գագիկ ջան, բայց ներողություն, Nvidia-ն չի թողի Հայաստանից հեռանա։ Այդ դեպքում, այդ պարագայում հարցը ցակելու է, որովհետև այստեղ մենք գալիս ենք արդեն միջպետական, այսինքն մենք արդեն գալիս ենք արտաքին ուժերի հետ կապված տեխնոլոգիաների եւ այստեղ նաև պետական գաղտնիքի խնդիր կա։ Ինչ խոսք։ Բախ, ինչի Եթե մեր ուղղվածությունը դեպի ռուսական շուկա է, այստեղ մեր մոտ հարց է առաջանում։ Փաստորեն մենք Nvidia-ն եւ նմանատիպ բարձր տեխնոլոգիաները կամ Եվրոպայից եկող պոտենցիալ ինվեստիցիաները փոխարինում ենք ռուսական դաշտից եկող ինվեստիցիաների։ Խնդրեմ թող մեզ ներկայացնեն ինչ իրավիճակ է ռուսական դաշտում։ Դեռ պատերազմը Ռուսաստանում չի ավարտվել, նույնիսկ եթե զգում ենք տենդենսներ, որ նրանք կամա թե ակամա ոնց որ թե ուզում են, բայց կյանքը ցույց կտա արդյոք դա խապկանք է հերթական ռուսական կողմից, թե հա, որպեսի այսպես ցույց տալ, որ թերևս կարելի է այդ կոնֆլիկտը պետք է ավարտին հասցնել, որպեսի էլ ավելի ուժեղանալ երկրորդ հետաքրքիր բան ասեմ, Արևա ջան, քանի որ հուշեցիր ռուս-ուկրաինական պատերազմի մասին, ես երեք իմացա, այսինքն ուշադրություն չէի դարձել մինչև այդ, ուրեմն երեք լրացել է Մալայա Տոկմաչկա կոչվող գյուղի գրողների 1500-րդ օրը։ Այսինքն շատ լավ տեղանք է։ Մալայա Տոկմաչկա, այս պետք է հիշել։ Հա։ Գուլյայ Պոլայից հետո եկանք Մալայա Տոկմաչկա։ Եվ գիտես ինչն է ֆենոմենը, որ ասենք 1500 օր աշխարհի երկրորդ բանակը չի կարողանում վերցնել Մալայա Տոկմաչկա Պուճուրիկ գյուղը։ Այսինքն ասել կուզի, մենք մի քիչ հումոր ենք նշում, որտեղ արտառոց հումորային է, այ մենք խոսում ենք այդ երկրի հետ մեր տնտեսությունը կապելու, կապել, կամ կապելու, նույն բանը դուրս կլինի, դրա մասին ենք խոսում։ Արդյոք համեմատենք ինչ է լինելու, որովհետև այդ ուժեղ ասելը արդյոք դա իրոք ուժ է։ Դե քաղցր ասելուց բերանը չի քաղցրանում։ Այո, եւ այստեղ որն է ուժը, օրինակ $500 միլիոն Nvidia-ի կոնկրետ արդեն ստորագրված պայմանագիր, թե ուժեղ Ռուսաստան, որտեղ Ռուսաստանն էլ էր ասում մենք ուժեղ բանակ ունենք, տեսանք որ թերևս ինչքանով է նա ուժեղ։
Էս է մեր խնդիրը, որ պետք է ըստ իս եւ դա վերաբերում է ուժեղ Հայաստանի եւ կարծում մենք մյուս ուժերին էլ եւս պետք է անդրադառնանք, ինչքանով է դա իրատեսական, ինչքանով ոչ թե մենք դա կասկածի տակ ենք դնում, այլ մենք խնդրում ենք եւ ասում ենք եղեք ազնիվ ձեր պոտենցիալ ընտրողի հանդեպ եւ մանրամասնեք, հիմնավորեք, որովհետեւ կան ուժեր, որոնք արդեն հիմնավորում են։ Խնդրեմ դուք էլ հիմնավորեք եւ վերջո կարող է ես եւ դու Գագիկ պարզենք, որ այստեղ շատ հետաքրքիր մի առաջարկ կա, որ կարելի է խոսել եւ գնալ։ Դեռ առաջին հայացքից շատ աղոտ է երևում դրա պոտենցիալը կամ դրա պոզիտիվ պոտենցիալը։ Ես օրինակ եմ ուզում բերել, բացարձակ այս օրինակը չկապելով նախընտրական թեմայի հետ, այլ դա հիմնականում մեր մշտական խոսույթի էսենց տարերից մեկն է։ Ես երեք նայում էի մի ռուս այս մենք ժողովրդական խոսքով իրանց ասում ենք ռեսավիկներ, հա, այդ Բեռնատարի վարորդի վիդեոն, որը նաև յութուբեր է ինքը եւ պարբերաբար վիդեոներ է գցում եւ ինքը եկել էր Հայաստան իր Բեռնատարով վերջը բարձելի, ապրանք տանել բերել, վերջը ապրանք էր բերել, դատարկել են, ապրանք էին բարձում, շարունակում էր էլի գնալ, ուրեմն ինքը մեր հայկական ճանապարհներով գնաց, ընդ որում այս ամբողջ ընթացքը ինքը նկարել է, ահագին ծանր վիդեո է, այդքան երկար նայելը նույնիսկ արագացված էլի հոգնածնում է, բայց ես սկզբունքորեն նայեցի, ասինց հետաքրքիր է, որտեղ ստեղ մրցակցության խնդիր կա, որտեղ ինքը գործընթացը, հա, Բագրատաշենից ինքը արդեն անցնում է Վրաստան։ Okay։ Ու ես հիշում եմ, ես եղել եմ Վրաստանում Սաակաշվիլի օրոք այդ ժամանակներում, թե ինչ ճանապարհային տնտեսական հրաշք գործվեց Վրաստանում, այդ հեշտացված էր այդ ամբողջը։ Ֆանտաստիկ ճանապարհներ էին։ Եվ հիմա, երբ որ նայում եմ, այս մարդը Հայաստանից անցավ Վրաստան ու անդադ այս Բեռնատարը sense դղկալով գնում է, այդ վրացական, այդ հրաշալի ճանապարհները, այսինքն ինչ է այստեղից փաստ։ Երբ որ արևմտյան այդ ազդեցությունը, չափորոշիչների ազդեցությունը կամաց սկսեց փոխվել, փոխվել, ռուսականի կամ ասենք այն նախկին ավանդույթների, ստացան այն ճանապարհները, ինչ որ միշտ եղել էր այդ երկրում, նաև ժամանակի մեր երկրում։ Հեռու չգնանք, մենք հիշենք, թե մինչև այս ճանապարհաշինությունը ինչ վիճակ էր մեր միջպետական ճանապարհներին։ Դե խայտարակ վիճակ էր, բան չունեմ ասելու, ու հիմա ինչ վիճակ է։ Դե ես ինչ եմ այս համեմատությունը տանում, Վրաստանը այսօր հանուն են բանի, որ վաճառի իր բորժոմինուի գինիները ռուսական շուկայում, ոնց որ ասած, շնորհիվ Իվանիշվիլիի գնում է այդ ուղղությամբ։ Ու այդ վիճակն է այդ երկրում։ Ու հակառակը ինչ վիճակ կարող է մեր մոտ լինի, եթե սա Հայաստանի արևմտյան կողմնորոշման մասին է, բնավ կապ չունի ընտրությունների հետ։ Եվ այստեղ է, որ պետք է մատնանշել մի փաստ, որ այօրինակ ես կարող եմ բերել նույն Ֆրանսիայի օրինակը, երբ որ նախագահ Մակրոնը օրինակ, որտեղ ինչ են պահանջում նախագահից, բերել ինվեստիցիաներ, բերել աշխատատեղեր, բերել աշխատանք, բերել հարստացնել երկիրը եւ հարստացնել էքսպորտը։ Ի վերջո լցնել բյուջեն։ Եվ լցնել ըստ այդմ բյուջեն։ Ինչն է այստեղ գլխավոր խնդիրը կամ մեծ պլյուսը, որ օրինակ Ֆրանսիան է միշտ ներկայացնում, դա ինֆրաստրուկտուրաների զարգացվածության մակարդակն է։ Ինչ է դրա մեջ ներառում, ես որպեսզի հավելեմ այն կոնկրետ օրինակը, որ դու բերեցիր, այդ ենթակառուցվածքային այդ ամբողջ ոլորտները ինչ մակարդակի եւ որակի են, եւ վերջո մենք տեսնում ենք, որ արված աշխատանքները ըստ իրականության, որ նայենք, ճանապարհները հիմքերի հիմքն են։ Հետո գալիս է երկաթուղիները, հետո գալիս են այդ մալուխները, չէ, այդ բոլոր connection-ները, հա, ինչպես են ասում, կոմունիկացիոն առավելությունները, դրանք են, որ ցանկացած միջազգային մակարդակի ձեռնարկության հնարավորություն են տալիս կանխորոշելու եւ ըստ այդմ որոշում կայացնելու, արդյոք մենք այս դաշտ գալիս ենք, թե ոչ։ Ներդրում բերող գլխավոր գործիքները։ Հիմա Հայաստանը այսպիսի մի բան ունի, Հայաստանը չունի շուկա,
Եթե Թրամփը գնում է Չինաստան, որտեղ նա եւ իր հետ տանում է Իլոն Մասկին, որը խանդավառ գնում է, որտեղ ահռելի շուկա է։ Բայց Հայաստան գալու են ինչի համար։ Նույն ինֆրաստրուկտուրաները, խաչմերուկներից ենք խոսում, կոմունիկացիաները մյուս երկրների հետ, անցումային ճանապարհները, այսինքն այդ ճանապարհները, որտեղ դու խոսում ես, օրինակը բերեցի, որ Վրաստանը չի կարողացել դրանք տիրապետել ժամանակի ընթացքում, այսինքն հիմքը դրվել է ու քանդվել է, դե ճանապարհը եթե տիրություն չանես, կքանդվի, որտեղ չմոռանանք, մենք ունենք կլիմայական պայմաններ, որոնք լավ չեն ազդում ասֆալտի ճանապարհի վրա, այսպես թե այնպես։ Այստեղ մենք ունենք 4 սեզոն, ասֆալտը չի կարող, դա պետք է անընդհատ, դա անընդհատ պրոցես է, դա տրանսպորտները, երկաթուղին, ես կրկնվելով եմ դա ասում, բայց ինֆրաստրուկտուրաները դա հիմքն է երկրի կայունության, էներգիան, հիմա այսօր մենք խոսում ենք էլեկտրաէներգիայի մասին, արդյոք մենք մեր հարևանների եւս վաղը մյուս օրը կարողանում ենք ապահովել եւ վստահեցնել, որ ատոմային մեր էներգետիկան վախեր չի առաջացնում, չէ, որովհետեւ ոչ մեկ չի մոռանում Չեռնոբիլը եւ բոլորը ուզում են, որպեսզի այլևս ապահովագրված լինեն դրանը եւ գլխավոր թիմի մեկ խնդիրը դա է այսօր, չէ, էներգետիկայի շուկայում։ Այսինքն ասել կուզի, այդ ամբողջը, երբ որ դուք աշխատատեղերից եք խոսում, ինֆրաստրուկտուրաներից ինչ կասեք, ինչպես եք դուք տեսնում դրա զարգացումը, չէ, որտեղ դա եւս կարեւոր է։ Այսինքն, եկեք մենք մյուս հաղորդումներում դա խոսենք, որ այս ծրագրերը, այսպես դաշտ նետելը, ժողովուրդ ջան, 30 տարի այնքան սուտ եւ այնքան չասված խոստումներ են եղել, որ այսօր ժողովրդին դուք պետք է հնարավորինս շատ մոտիկ լինեք իրականությանը։ Եվ այդ իրականության 300,000 աշխատատեղ կլինի, թե ինչ կլինի, թե ինչ ծրագիր կլինի, խնդրում եմ հիմնավորեք հաշվի առնելով երկրի հնարավորությունները, պոտենցիալը, եթե դա ինչ հիմքի, ինչ բազայի վրա է լինելու, որտեղ եթե ճանապարհակառուցում չկա եւ այսպես շարունակ, ինչպես եք դուք դա անելու։ Մեր եթերաժամը սպառվեց, իհարկե ես ուզում եմ նաեւ քո համաձայնությամբ մեր հեռուստադիտողներին ասել, որ բնականաբար այս ֆորմատի հաղորդման մեջ մենք չենք վերցնելու նախընտրական ամբողջ ծրագիրը այսինչ ուժի, կետարկետ ներկայացնենք, դրա ժամանակներ չունենք, մենք վերցնում ենք, ասենք, իրենց գլխավոր մեխը, որ իրենք են համարում դա, ուզում են գրավել ծրագրի ուժը, ու սկսում ենք դա քննարկել։ Այսքանը, շնորհակալություն Արման ջան։ Այսքանն ենք նախատեսել այսօրվա մեր քննարկման համար, հիշեցնեմ, որ տաղավարում ես զրուցում էի միջազգային ագետ Արման Ավագյանի հետ, ամենայն բարիք ձեզ։